Ага. Կներեք, служба, дружба։ Так, մենք կանադառնանք բնականաբար Ավինյանին կապված Սուրմալուի դեպքերի հետ։ Так, ստեղ ես մի փոքր բան ֆիլտրեմ։ Կանադառնանք նորահայտ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, որը պատրաստվում է անել հանրահավաք վաղը այդ անձին։ Բան արեք, ներս հրավիրեք Էդգար Ղազարյանին, Վանեցյանին, Տիգրան Ուրիխանյանին, так, սանորությունա գնում, Սուրեն Պապիկյանին, գլխավոր շտաբի պետ Ասերյան Երվանդին, Բուդաղյան Արտակին, առաջային բանակային կորպուսի հրամանատար, так, Ջրվեժի և Ձորախբյուրի գյուղապետերին, Տիգրան Արզականցյանին և Ուրին խանոմ, ինչ էր, Ռոտենբերգ, Заходите, товарищ, присаживайтесь, Տարոն Մարգարյան և Հայկ Մարության, դրանց էլ հրավիրեք, так, սա հետարությունների մասով է գնում, մինչ հաղորդումը սկսենք հաճելի նորությամբ, ինչպես գիտեք, ես իհարկե պարզասեմ, որ անձնական սիմպաթիա չեմ տածում գիմնաստների նկատմամբ, բայց մի շատ հետաքրքիր գիմնաստ Հարություն Մերդենյանը դարավ Եվրոպայի չեմպիոն։ Ես և ձեր թույլտվությամբ մեր հեռուստադիտողները եթե ցանկանում են, թող ևս միանան, շնորհավոր են այս ամենատարիքով երիտասարդին Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ, բայց իմ համար բացահայտում էր ոչ թե Հարություն Մերդենյանի կրկնակի Եվրոպայի չեմպիոն դառնալը, այլ փաստորեն, որ Հարությունի վրա կա քերական գործ նոյեմբերի 9-ով։ Փաստորեն սա եզակի սպորտսմեններից է եղել, որ նոյեմբերի 9-ին, հայտնի բոզիտողության օրը, դուրս է եկել փողոց, ինչ-որ մասնակցել է կառավարական շենքա մտել, գույքա ջարդել, ես ինչ արել, չգիտեմ հերոսությունները, բայց այդպես մի բան արել է։ Ինչևից է, դա ինձ համար ևս հաճելի անակնկալ է, որ փաստորեն սպորտսմենների, գործող սպորտսմենների մեջ պատահում են այդպես երիտասարդներ, որոնք որ չեն վախենում Օլիմպիական կոմիտեի կամ սպորտի կրթության նախարարության սանկցիաներից եւ հայրենիք ավելի բարձր են դասել, դուրս են եկել փողոց, չգիտեմ, կառավարական շենք են մտել, Նիկոլի Դաչայա մտել, Տուրա մտել, չգիտեմ, բայց միտեղ մտել է, որ քերական գործեն վրան հարուցել, դա ինձ համար անակնկալ էր, որովհետեւ զարմացա, երբ որ դա նկատեցի, դրա համար էլ ասում եմ ապրես, մալադեց։ Գիմնաստների մեջ ցես բան չես տեսնի, որովհետեւ ինքս մի քանի անգամ շփվել եմ դրանց հետ եւ միանշանակ բացասական տպավորություն ունեմ կոնկրետ գիմնաստների հետ կապված, որովհետեւ բավականին ինչ-որ sense գարդինիայի մեջ թաթախված անձիկ են, չգիտեմ ինչի վրա են այդքան հպարտ, ինչի վրա են այդքան ինքնավստահով ես ասել, բայց այս բան կա մեջները։ Մեկ դրանք, մեկ են բանը պարողները։ Ես որպես բոլեմենի հոգեբանությունից հասկացող մարդ, ինչևից է, շնորհավորում ենք Հարութին, գիտեմ ինչ-որ այրոպորտում ա, ուրա թռռում, ինչա թռռում, երևի հետ ա գալու, բարի թռիչք։ Հուսով եմ սաղ սալամատ տեղ կացնեն, որովհետև ես դա կհավատայի բարեսներից կամ բաքսորներից, բայց բանից պարզվեց, որ չէ, բարես բաքսոր չի, այլ ինչ-որ բան, նոշում գիմնաստ։ Աղջեսնով է։ Աղջեսնով է, հələ սրա ցիլոն, հələ սրա կերպար, հələ սրա ֆիզանոմիա, հələ պտտվում, յուկել ես հենց պրուր, աղջել ես կրկրվես, դու կարոտ էրեի, հələ տեմպով, իարանցում առաջացնում, աբազան եկա, սրա պրիչոսկի է, սրա մեկա,
Selahattin. Akşi selam kesoret alizuzga. Hala patatvi. Vanares, akşi skavakturi. Laribu alizlo. Oh, help me. Krislik tesaneka. Artakurte. Yes, patkirazkunem. Yes, patkirazkunem. Nasty. Akşi nasty. Çağırıyor kare. Eşoreler kazaçı. Tesara bazam. Eka. Jamanets. Ուրիշ երաժշտության տակ, վերիսլով, աղջի բանտավեք սրամ, հյուրասիրություն կրիստիկ, հյուրասիրություն դու չկա, ուր էիս բա։ Բա կարող տել եք, ես ժողորդ կեզ էր սպասեմ, ասում են ուրա չկա, էտա են կերպարն են, գեղեցկություն են, են մեքապն են, բրլյանտնի, ադամանտնի, ոսկեղեննի, սաղվեր են շարացն ուրա, այսօր գիտի էդ լավ ուրա չէ։ Դու էդ այս միտինգից առաջ եկար։ Ես ինչ չանեմ, ես ես որ նայում եմ, չէ, արդեն ինքնատիրապետում ես կորցնում եմ, ուզեմ հասկանամ ես աղջիկս ես որտեղից է եկե։ Էսի բնության գործա, երկնային գրասենյակի գործա, քեզ ով ասեն ծարար է։ Ես ինչ ասում, ես ինչ ասում, գուցուլիաները սրա համար խելագարվում։ Ես չկամ, ես չուշտան եմ արդեն։ Ջորգ շան դու եկավ լրիվ խորն է, ժողը, ծավիրես քաշված կնաս, ինքդ ես բան շարը, խելոք նստելա, տանական դա։ Անցնենք առաջ, ես չէ, կամ մի անգամից անձնաբարակ ջրի թեմայի։ Ես վատանում եմ։ Հանրային ձեն հաղորդաշար են զանգահարել, ուրեմն ձորախպյուր և ջրվեժ գյուղի բնակիչներ։ Էտա գանգատվում ասում ջուր չկա։ Ես 20 տարի, չգիտեմ ես իմ քանի տարի, մարդիկ հավաքվեր են, ուր այդ գյուղապետ Կարեն և գյուղապետ Պետրոսյան Ռոբերտ, ասում հավաքվել ենք, հելը գնացել ենք, ասում ենք մենք պատրաստ ենք մեր հաշվին ջուր քաշելու, չգիտեմ տրուբա քաշելու և այլն, նորից թույլ չեն տալի։ Ամբողջ գյուղը 16 տարեկանից մինչև չալիկավոր ուզում են գնան Կարենենց և Պետրոսյան Ռոբերտենց տուն։ Ես չեմ ուզում մի անգամից ուղարկեմ իրանց տուն, ես ամբողջ գյուղին ուղարկում եմ գյուղապետարան, որ եթե ծծցնում են, թող գյուղապետարանում ձեզ ծծցնեն։ Եթե շատ կարճ ժամանակահատվածում, մեկ ամսվա ընթացքում չլուծվեց այս գյուղի հարցը ջրի, չգիտեմ, երգ եք ասում, պար եք ասում, ինչ եք անում, այս բոլորը մեծ հաճույքով գալիս են ձեր տուն գյոթի։ Ես դեմից ուզում եմ զգուշացնեմ, որ հետո դուք չնեղանաք, բայց այն որ որոշակի անուշ ապերներն ամանավանդ ուզում են ծծցնեն Ռոբերտ Պետրոսյանին, դրա մասին ոչ մի խոսք, ասին պարոն Ղուկասյան, խնդրում եմ ասեք, որ մենք ուզում ենք նստենք իրա բեյնին։ Ես ուզում եմ նաև պարոն Անդոմ, այս Ռոբերտ Պետրոսյանի հետ կապված, ասում են բավականին հարուստ ֆենոմեն է։ Մամանումենտում տուն ունի ինչ-որ եւ այլն։ Ես դա չեմ ստուգել։ Խնդրած կլինեմ մի հատ ստուգեք։ Այն բոզի տղուն չեմ ասում, որովհետեւ նա բոզի տղա է։ Բայց մի հատ հլա դուք ստուգեք, տեսեք ինչ է կատարվում։ Սա ով է։ Կլինի։ Սա այդպես, ջրի հարցի հետ կապված իմ վերջին նախազգուշացումն էր Ձորախպյուրի գյուղապետին, որը թող բարի լինի տեղում վեր ընկնի, որ գյուղացիները կամ բնակիչները եթե ցանկանում են իրան տենան, թող տենան, ոչ թե գնա հրազդանում գլգլանի, ղախպի տղեն։ Так, ես դողոք մասնավարտիկ հերթով։ Քանի որ կուլտուրական մասից ենք սկսել, ես ուզում եմ օգտվելով առիթի շնորհակալություն հայտնել բժիշկ նյարդաբան պարոն Թումյանին, բժիշկ նյարդաբան Աստրի Գրաչիկովնային, ով աշխատել է երկրորդ հիվանդանոցում, են Օղլմաձիկ Սարոյան Սերյանի, եւ դոցենտ Էլմիրա Մուշեղովնային, ես չգիտեմ Էլմիրա Մուշեղովնան ողջ է թե ողջ չի, եթե ողջ է ես ցանկանում եմ երկար տարիների կյանք եւ առողջություն, եթե մահացել է, որ ասում են թող հողը վրան թեթև լինի, որպես հոյակապ մասնագետների, որպես մեծատառով մարդկանց, որոնք որ երկար տարիներ նաեւ իրենց մասնագիտական կարողություններով շատ մեծ օգնություն են ցուցաբերել նաեւ ինձ, այսինքն ինձ նկատի ունեմ իմ ծնողին։ Եվս մեկ անգամ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նյարդաբան պարոն Թունյանին, որին ես գիտեմ դեռ զինվորական
հոսպիտալից եւ Աստղիկ Հարաչիկովնայի, եթե չեմ սխալվում, տեղափոխվել է ինչ-որ մալացիա արեշ, նետ տոլիբն մարաշ, ոչ մեծ կողմերի վրա։ Համենայն դեպս մեծատառով կին, շնորհակալություն ձեզ։ Ստեղ սաղ թեմաներ են, ես գիտեմ թե բանա, բողոքներ են։ Վայ Ղազարյան, ուրեմն և պարոն Աբազյան, խնդրում եմ գրեք ձեր մոտ 50 Տիգրան Օնիկ TO 100 մեքենան գրանցված է Ռազմիկ Արմենի Արուստամյան Առինչ 3-րդ փողոց 13 տուն և Վարդան Գորգինյան 50 DS, այսինքն Դավիթ Սուրեն 100 Գյուլբեկյան 30/3 բնակարան 86 ՌԴ քաղաքացի այս երկու բոզի տղաները իրականացնում են հետապնդում, կրիմինալ հետապնդում լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ Գայանե Զարգարյանը իհարկե խեղճ աղջիկ չի, բայց եւ այնպես եթե լրագրողի գլխից մազը պակաս է Եվ այս բոզի տղեկը 50-100 միանշանակ հասկանալի է, որ կապ ունի Ղախպի տղա Արշակ Հակոբյանի հետ, ես մի բանի ձեզ զգուշացնում եմ, եւ խնդրում եմ, որպեսզի վերցնեք պատասոպի կոնտրոլ։ Զբաղվեք Վահե Ղազարյան այս անձանցով։ Էնքոեն Վարդանյանը քրեական գլխավոր ոստիկանության պետը, ինչը չգիտեմ, որ Արշակի հետ պուպուլ են, ցուցում տուր Եվ Մասիսի քաղաքապետ, ես մենք անտարակ Մասիսի, ոչ եմ դեպքին քաղաքապետի հետ, լրագրողի գլխից մազա ծրվե, մակակեղին հայտարակ։ Սրանց բանը կթեք և բերման ենթարկեք։ Արշակը դուրս շեկացած, մեկ տեսանք արդեն ինչ եղավ Մասիսում, հիմա էլ ընկել են այս բանի հետևից, լրագրողի հետևից։ Եվ սրա ամենամեծ մեղավորը բոզի տղա Արթուր Դավթյան Եվ Ղախպի տղա ռուշկածծող մալչիկ պա իմինի Սասուն։ Այս երկուսն են։ Ես զգուշացրեցի։ Մենք հեսա կանատարակ Մասուսի տեղորին։ Ուրեմն Սուրմալու։ Ինչպես գիտեք, Սուրմալուի գործընթացը շարունակվում է, հայտնվեցին տեսանյութեր, որը որ ցույց են տալի, թե ինչպես է շենքը մեջտեղից պայթան վարդի նման YouTube-յան էֆիրի ժամանակ մենք այդ տեսանյութը ևս կդնենք, դրել ենք նաև Telegram կանալ եւ այլն, այնտեղ երևա չէ, ակնհայտ է որ պիտարդ չկա, պիտարդը տես չի պայթացնում շենքը եւ երևա որ հիմքը որտեղից է պայթը։ Քաղաքապետի տեխնացուն Ավինյան հելավ եկավ կայնավ էտա Սուրմալու տեղ, ասում է ես եկել եմ քաղաքապետի տեխնացու, եկավ, լավ։ Ես ուզում եմ այդ բոզի տղուն հարց տամ։ Ղախպար կախ։ Ասա խնդրեմ, դու քաղաքապետի տեխնացու ես։ Ճիշտ է։ Բան որ եթե դու այդքան քաղաքապետի տեխնացու ես եւ մտածում ես քաղաքի մասին։ Երբ որ Սուրմալուն պայթավ Ուր էիր դու այդ գիշեր։ Անենց ինձ հետաքրքիր է։ Ռոզիկ դու գիտեիր ուր է Ավինդանը։ Չգիտեիր։ Քրիստիկ, Քրիստիկը գիտեր, Քրիստիկն է ինձ ինֆոն տվել։ Հենց այդ օրը, պայթյունի օրը։ Պայթյունից մի քանի ժամ հետո Ավինյան Տիկոս իր այդ թայֆի հետ ուր է եղել շորժա։ Ինչ կա շորժայում օբյեկտ, օբյեկտն է շիշ պռնողի, հավաքվել են ընդե, էտա տժացեր են, ցկդկ են արել եւ այլ, այսինքն ամեն օր են հավաքվում ընդե, դա նորություն չի։ Ընդեղ քաղաքն արել են մորմշ, բոզի տղեն այդ օրը գնում ընդե ցկդկ դլոյա գլգլանամ, հաջորդ օրը մեր կուրից գալի կայնում ավերակների վրա, ասում է եկել են որպես քաղաքապետի տեխնացու։ Այսինքն իան պիտի ցույց տա, посмотрите, я царевич, այս բոզի ստղել։ Այդտենց էլ մի երևույթ կա,
Մախատ ինտելիգենտ անձնավորություն, ինչա, անունն է Լեոնարդ։ Հա, ճիշտ է, հա, Լեոնարդ։ Ես չեմ հասկանում է ջայել նովա, ես մի անգամ դրան անդրադարձել եմ։ Դրել է ինչ-որ այդ ուղարկեցին պահիտակ մի հատ լրագրող կա Վովա Հակոբյան, էս էլ է պաստորեն Նիկոլական, պրեսերան գրել է, որ սպիտակ ակուրատնի հագնված Սուրմալուի դեպքյորը եկե տնկվել է ընդե նկարվել է, դե Նիկոլի զոմբի բոզի տղեկից է, բա посмотрите, я тоже царевич։ Ասում է ես եկել եմ քար եմ կրել։ Այդ Լեոնարդը, որ կամուֆլաժ վեշնի հակած, սաղ ես բոզի տղեկի հետ նկարվում է։ Ու շադիր նայում եմ այդ դրա թաթիկներին։ Մի հատ քերծվածք, մի հատ սպի, մի հատ մաշկի ամբողջականության խախտում չկա, բայց ինքը քարա կրել։ Ոնց է կրել չգիտեմ։ Դու ոնց կարող ես քարը անդադ վեկալես տնես ու մի հատ քերծվածք կամ չգիտեմ կաշին մի տեղից չպլոգվի, հենց պիարիստ բոզի տղեկին նայի։ Ասում է բանակաշինություն եմ անում։ Մեղայոսու Վազգենը դնի ձեր նավարի բենին, բոզի տղեկ, ասքի ես 16 տարվա սպա եմ այդ բառը իրավունք չեմ վերապահում, ինձ ասեմ բանակաշինություն։ Երեկվա բոզի տղեկով, որ բացարձակապես կարող է գնացել 2 տարի ժամկետային զինծառայող, դրանից հետո եկե այն տակդիգական նահանջի հետ 2 ֆոտոսեսիա, ասում է բանակաշինություն ենք անում։ Ես բանակաշինություն եմ անում։ Ես 16 տարվա սպա եմ, որ այդքան թալան եմ վերադարձել է, այդքան զորամաս եմ կարգի բերեց զկրտե եւ ալը, այդքան մարդկանց հետ արել եմ վատաման, ես չեմ գեփեվից ինձ իրավունք չեմ վերապահի, ասեմ ես բանակաշինությամբ եմ զբաղվել։ Բայց ես բոզի տղեկն ասում եմ ես բանակաշինություն եմ արել ու իրար են ծածանան, թե ով է լավ նկարվել Սուրմալուի դեպքերի վրան, աղետի վրան։ Այսօր էլ հավքվել են փեթակ, մեթակ եւ այլն ցույց ու միտինգ են անում, ասում են մեզ շեն թողում առևտուր անենք։ Բավարարել եք։ Դրան է գումարած դե մի հատ էլ կա։ Էդ էլ ինչ որ չի լամ, գրզոն էդ էլ է ուզում։ Ասեցին անունը բն մոռացա։ Հեսա դայլ մի օր ոչմ կտրակացնեն ու Նիկոլա ոչմ կասի մարդիկ փախնում էին։ Տերակ չէր։ Պիտի տերակ աբեկչությունը նայա, որ հենց աբեկչության վայրում պիտի սեքս անեն։ Եթե աբեկչության վայրում սեքս չեն անում ու փախնում են, էդի աբեկչություն չի։ Ու այս բոզի տղեկը ուզում են դառնան քաղաքապետ։ Այս Ավինյան բոզի տղեկ։ Ես հեսա կանդարան քաղաքապետի թեմային։ Մեկ այլ հետաքրքիր քաղաքապետ էլ ուզում է դառնա ով Мадам Ротенберг։ Здравствуйте, многоуважаемая Ротенберг. Я не хочу вас называть по фамилии вашего мужа, Арзакантян. Вы знаете, я уверен, что вы слышите мой эфир. Я вот в чем себя поймал, на каком мысли. Что вы, русская, полуеврейка, не знаю, но вы очень грамотно читаете на армянском, чем ваш муж армянин. Я не знаю, вы понимаете по-армянски полностью или нет, но я вас очень прошу, вставьте ваше выступление, вот этот белый костюм, который вы накидали на свое плечо и выступали с этой шляпой, и заодно смотрите выступление вашего мужа на армянском языке, если можно так назвать, армянский язык. И вы увидите, ну попросите кого-нибудь, пусть там переведет, что вы намного чисто, грамотно выступали на армянском, чем ваш муж армянин. Категорически идиот. В прямом смысле этого слова. Тупизм на высшем уровне. И этот человек говорит о грамматике, о учебе. Это же кошмар. Ваш муж абсолютно не владеет армянским языком. И мне очень интересно, мадемуазель, на каком языке вы общаетесь дома? Очень интересно. Из кем аслен кайрен? Это тыкой.
Հələ մե վարքյան տենամեսին չեկավ այդ տղա, անընդհատ տեղեկությունն է գյուքյա։ Հա։ Այդ տղա տիկոյ, էտա դու ուրան նշել եմ, մի երկու բար հազիվ նշել եմ։ Ահա, հեսա։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Ելի արտաբերեցիր։ Հզոր տնտեսություն եւ այլն։ Երկրում, դրսում, ներսում ինչ-որ բաներ էի ուզում ասել, չհասկացա։ Ես նայեցի քո էֆիրը։ Ճիշտ ասած, բավականին լուրջ ստրեսային էր, նորմալ մարդկանց համար, ու տենց էր հետարքիր էր, ինչի դալիճը դուք ցույց տվեցիք, թե ինչքան մարդ կա դալիճում, դե երեխայի ռեժիմ ինչ էր անում, ինչ-որ մի, ոշում, սարսափելի տեսար, հա։ Այդ տղա դու գրածներ չես կարում կարդաս։ Գրեմ տալը մեն ձեռը տպած, մեծ տարելով, դու էդ էլ չես կարում կարդաս, դու ո՞նց ես ուզում քաս իշխանության այդ տղա։ Ես ասել եմ միակ պարագան, որ դու կարաս գաս, դա իմ իշխանության գալու դեպքում ես քեզ որպես արտգործնախարար ուղարկելու եմ Բաքու։ Ես միանշանակ համոզված եմ, հանդիպումը լինելու է ասես բեկումնայի Ալիևի համար։ Այդ դու հայրենը չկարնաս կարդաս։ Կրթությունից ես խոսում, քեզ աճեցել են, ծնացրել են, ինչ են արել, չհասկացա ինչ է, այն անդոնը լավ տնազը տանում, այն քաչալ անդոն։ Հա։ Ռաֆոնին տնազն անում, անդոն քո տնազն անում։ Աբրի Ռաֆոս։ Անդոն էլ աբրի։ Բայց ես ուզում եմ հասկանամ, դու լավ, դու հասարակ բան չես կարող կարդաս։ Այդ տղա դու ես եկել։ Հա։ Այ քեզ խտրակություն։ Քո կնիկն ավելի լավ կարդաց, այդ սպիտակ շապակլակ։ Դու տունը ինչ թարակ խոսակի արխայդ, ինչ լեզվով։ Քրիստի, դու հասկանում ես ինչ էր ասում դա արձական ցանտիկով։ Տամ, տրակտոր բլած։ Հայրը չի կարող ես մարդ խոսա։ Ու խո ասում է եկ հզոր տնտեսությունից ես խոսում, քանի շինարարի ես գցել, մեռան բողոքելով այդ տղա քովերով, գործանում եմ փողը չես տալը։ Այ քեզ խտրոք։ Ես միանշանակ համոզված եմ, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները կանցնեն ուղղակի հիանալի։ Նամանավան որ քո կնիկ մասնակցում է։ Ուզում ես հաղթես, հաղթի, ուզում ես գնաս մինչև վերջ, գնա մինչև վերջ, բաներ էր ասում։ Պիզդեց։ Ինչ վերաբերվում է մեկ այլ հետաքրքիր թեմային։ Նախ մեզ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմել են Հայաստան Հանրապետության արտգործնախարարություն բողոքի նոտայով, պահանջելով լռեցնել Վարդան Ղուկասյանին։ Ուրբաթ օրը արտգործնախարար Ալաբաթը եւ Ավինյանը եւ էլի նմանատիպ Ղախբեկ, որ ներկա են եղել նորից շորժայում, այս թեման քննարկել են։ Ավինյանը ցույց տվել չբարձրաձայնել ոչ մի դեպքում, որովհետև սև PR-ը շատ դրական կանրադառնա Վարդան Ղուկասյանի վրա։ Եվ ցույց տվել արտգործնախարարությանը պատասխանել, որ եթե կարաք դուք դեմն առեք, մենք չենք կարող լինենք բնկառնենք։ Ստեղից ակամայից հիշեցի դաշնակների նամակը Էնվեր Փաշա էր, Թալատ Փաշա էր, ինչ խրգալուխ էր դրան, որտեղ որ դաշնակները նամակ են գրում, եթե կարաք Անդրանիկ Օզանյանը ստեյա, գնացեք բռնեք, ինչ ուզում եք արեք։ Հարգաժան մեծարգո թուրքեր։ Նույն ձեռագիրը կրկնվում է հիմա, եւ երբ որ վաղը մյուս օր այդ արխիվային փաստաթուղթ դարած արդեն գրությունը հանվիճրերես, ինչպես որ հելավ դաշնակների բոզիտողությունը, ասելու են լկտի սուտեր, այդպես բան չկա, հայերը ոնց կարա այդպես բան գրեին թուրքերին, խնդրեմ, վառ օրինակ, որովհետև եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը, եւ Հայաստանի իշխանությունները բավականին զայրացել են, որովհետև մի հատ պետական գործիչ Ալևս կամ նախկին բլոգեր կամ հիմա եւս բլոգեր, քաք մեջ արեց բոլորի պլանները, դրթես, բրթես, պարտադրեց, ստիպեց, մարդիկ այրեցին իրենց տունը։ Ամբողջ Բերձորից Աղավնո եւ այլն այրվեց 3 տուն։ Եվ դա էլ բանը պատճառն էր, որ օրը եթե ամսի 25-ն էր, բանը կրճատեցին, բերեցին առաջ։ Եվ ամենահետաքրքիրը նա է,
որ հանրային ձայն հաղորդաշարը ստանում է բազմաթիվ նամակներ, այսպես ասած շնորհակալություն արձագանքներ, ոչ թե հայերից, բացի հայերից, այլ նաև Ադրբեջանի քաղաքացիներից, նամանավան Թալիշ եւ ընդեղի ազգի են դրանք լեզգի ու այդպես բարի նախանձով если հատված ուզում արտահայտել именно на русском языке. Вот огромное количество оппозиции, жителей, граждан Азербайджана пишут программу «Общественный голос» и говорят, очень жаль, что среди нас нету нашего Вардана Гукасяна. Нету такого блогера, как вы, среди лезгинов и среди талишев. Я вас, конечно, сочувствую, но я надеюсь, что когда-нибудь и среди талишев и лезгинов будет такой блогер или государственный деятель Вардан Гукасян, вот, который будет смело говорить о том, что происходит в Азербайджане. Я хочу, на моем YouTube-канале будет поставлен запись этого азербайджанского пидораста, как его фамилия, какой-то Камран, который говорит, почему он входит в контакт с гражданами Армении и ведет, как это, батл на ТикТок. Он хочет разделить отконченных, неотконченных. Вот эта запись будет звучать в нашем YouTube-канале. И некоторые наши армянские идиоты, господин Абазян, ведут дебат с этим пидорастом. Хотят доказать, я не знаю, общаться с азиками, что вот знаете, мы можем дружить с азербайджанцами. Не может быть никакой дружбы между волком и волкодавом. Или между пумой и шакалом. В данном случае пума это мы. Не может. И национальная безопасность Армении работает очень плохо. Особенно в случае некоторых таких тиктокеров, которые ведут активную деятельность, интервью и тому подобное, с гражданами Азербайджана, которое категорически запрещено. В моем случае это будет запрещено. Любой тиктокер, который будет вести дебат, как это слово там звучит, батл, с азиками, идет на пожизненный срок. Статья предательства. Любой контакт. И это, так сказать, неудобное время для армян. Это временно. Временно. Եվ ամենացավալին նա է, որ այդ նույն TikTok-ի մեջ խերծծող ագարկեքը կամ բոզի տղեկը, որ մտնում են ինտերվյու ես կամրան ղախպի տղու հետ, իրանց թվում է, թե անք ենքան ուղեղ ունեն, նայում ես դրանց խոսալ այդ տգետների, որ կարան կամրան ծծցնեն, ակազվեց է կամրանա ծծցնեմ սրանց։ Ձայնագրությունը ես ասում եմ կդնեմ։ Եվ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Հանրային ձայն կուսակցության գալու դեպքում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով կմտնի TikTok, MikTok, չգիտեմ, գրող ու սև ցավ, սոցհարթակ ադրբեջանցիների հետ, եւ կփորձի ինչ-որ ինտերվյու վարել, զրույց վարել, բարեկամություն տրասնել եւ այլն, ենթարկվելու է քերական պատասխանատվության պետական դավաճանության հոդվածով։ Հյուսային Կորեա 15 տարի թողնանստի բերդ TikTok-ություն անեն, բանի նման, մուլտոյի նման։ Իշքան սիրտ ուզի։ Լեսբոզի տղեկին ասում մենք յա դեմը չենք կարան, դուք դեմն առեք։ Բան են եղե, մատվորեն էլ է։ Ես եսա կանադարնամ հաղորդման վերջում նաև այս թեմային նորից։ Մի համբերություն։ Նոտա են խրգամ, հլես բան բոզի տղեկին նայի։ Ադրբեջանցիք նոտա է կհաղեն դոգի վրով։
Սանկելաս մենեք իչանեք, դուք դեմ նարեք, բիզեց։ Սուրեն Պապիկյան, ուր այդ բոզի տղեն, ոտքի։ Բուդաղյան Արտակ, ոտքի։ Գլխավոր շտաբի պետ Ասերյան Երվանդ, ոտքի։ Հիմա եկեք ներկայացնենք եւ Ոմեն Գյոզալյան, տեղակալ, ոտքի։ Հերթական բոզի տղությունը, որ ես ուզում եմ ներկայացնեմ Հայաստանի բնակչությանը եւ ամբողջ հայությանը։ Գոյություն ունի 101 մարտական դիրք Սյունիքի մարզում։ Մի քանի օր առաջ դա կոչվել է 401 զորամասի 101 մարտական դիրք։ Կոնկրետ թվերով եմ ասել, որ չասեն լեկտի սուտա։ Ինչ է տեղի ունեցել 101 դիրքում։ Անցած շաբաթ թուրքերը, ադրբեջանցիները շատ հանգիստ զբոսնելով գալիս են 101 դիրք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ցույց են տալի 101 դիրքում ծառայություն տանող զինծառայողներին, ոնց հասկացա պայմանագրային, դիրքը լքել եւ իջնել։ Մի մասը հալալ 50%-ը թողում է դիրքը եւ իջնում է ադրբեջանցիների պահանջով։ 4-5 հոգի մնում են տեղում։ Որից հետո 101 դիրքից մի փոքր ներքև ադրբեջանցիները բերում միակ տանող ճանապարհի վրա, բերում դնում են անցակետ, կուլիկ ԿՊՊ։ Եվ այդ օրվանից սկսած 101 դիրքը չի ստանում այլևս ոչ զինամթերք, ոչ զենք։ Ինչ որ սմենափոխ են անում, հլում են, իշտում են, ինչ քաքսեն ուտում, չգիտեմ, բայց անցնում են через ադրբեջանский блокпост։ Ադրբեջանն է տենում, ինչ է ստանում, եթե զենք է ստանում, չի թողում, շո դա վեսիկ դիր։ Ստեղ առաջանում է մի շատ գեղեցիկ հարց։ Անախրենա դուք դե post եք դրել։ Նույն իրավիճակը նաև Սև լճում է։ Այն որ կա է, մնացել են առաջին եկե մերոնք էլ ընդեղ բան մնացել են եւ այլն, ասում է պարոն Ղուկասյան, մենք զինամթերք այդ կողմ չենք տանում։ Ասում եմ, ինչ եք անում դուք այդտեղ։ Ասում է առանց զենք։ Տուդա, սուդա, տուդա։ Ասում եմ, բայց ձեր ծառայության իմաստը ո՞րն է, որ դուք կանգնած, ասում եմ, ինչ զենք ունենք այն, որ մենք ոչ տարել ենք դա է, եւ այլևս մեզ չեն թողում, որ մենք զենք կամ փամփուշտ տանենք, դա մալ ոչ կրակում են, ոչ գղում են, ոչ բղում են։ Նրանք էլ ինչքան կուզեն գանկը ծծծնեն կլեն կեթան, սրանք զեն չեն անում։ Բասում եմ, ինչ եք անում պոստերում։ Լավ։ Եթե Ադրբեջանը կարում է հանգիստ գա մտնի ձեր մոտ գնա, ինչ եք անում։ Դե ասում եմ, սա որը ուռն, խմամ, լաթիկներով, տապշկեքով, ժամանակ ենք բնը գլորում, փող ենք ստանում։ Ես երբ որ քննարկում էի այս հարցը, մի հատ շատ մեծահոգի հարազատ ունեմ։ Ես բանը խոսակցությունը քննարկելու ժամանակ ես ասեցի, որ նույն չեմ թաքցնում մեղքս, ասեցի օրինակ, եթե ես ելնեմ ու իմ զինվորը մարտական դիրքը թողի իջնի, կամ զինվորները նախ բացառվում է, որ իջնի, որովհետև գիտի, որ թիգունք ունի եւ ընդեղի անկանեն գիրեմը բխող, բայց եթե հանկարծակի իջնի, ուրեմն դասալիկ մարտական դիրքը թողած զինվորները գնդի անձնակազմի աչքի առաջ զորամասի պատի տակ կգնդակահարվեն։ Բառից ամենաբուն իմաստով ռաստրելած, որպեսզի դաս լինի մյուսներին։ Ինքը ասես ես մինչև հիմա քո հետ համաձայն չեմ եղել քո դաժանության հետ կապված, բայց հիմա ես համաձայն եմ։ Այո, հակառակ դեպքում մենք կորցնում ենք երկիր։ Եվ սրա մասին քար լռություն է։ Ես ասում եմ լավ, բա այդ պայմանագրայինները ինչի սրա մասին չեն բարձրաձայնում։ Դե ասում աշխատավարձը ստանում ենք, ինչի բարձրաձայնենք։ Եվ եթե վաղը մյուսօր ինչ-որ մի պերեստրելկա ստիշկա տեղի ունենա,
Սրանք զոֆել բառը չեմ ուզում ասել։ Սատկեն պիտի ասել մեր հերոս տղեկը հերոսները գերին գան, ես հերոսի մայր եմ, ինձ օգնություն չեն տալը, խնդրեմ, ձեր հերոսները Սև լճում և Սյունիքում։ Առաջանումը շատ, ասում եմ, բա լավ, դուք դիսկում եք, կամ դիսկում եք, թուրքը գալը մա, խիք թողե մոտենա ձեզ, ասում է կրակելու հրաման չկա, ասում եմ եղբայր, դու դե բարձանում ես մարտական ծառայության, ըտե արդեն հրամանը կա, որ եթե գալը մա, կրակ, դու ինչի ես կրակել, ինչի կամ եկել է եկել, ինչ ես ենթարկվել, վեշ է թավկե իչել եք, հորը տուններ, խնդրեմ, Կորպուսի հրամանատար Բուդաղյան Արտակ, ատեկա զինվորական դատախազ, հանրապետության զինվորական դատախազից լսմա, պատես չէ դու, դու տիստեղ չգնաս, Կորպուսի հրամանատար Բուդաղյան Արտակ, ինչ ալ է Բուդաղյան Արտակը, գալու դեպքում, ասում է, որ եկավ, իշքան կրված նորմալ մարդ կա, սաղին հանեց, արեց սիկտիր, բիզիմդիր հանեց, իշքան պալազ տերապկա բոզի տաղակա բերեց տեղավորա, կոնկրետ, Յալոյան Վահան, նախքին հադրութի գնդի հրամանատարն է եղել, դասալիք, որ պատերազմի երրորդ օրոթող է պախել, այժմ զանգակատան հրամանատարն է, խնդրեմ, եթե Յալոյան Վահանը հադրութում, որպես գնդի հրամանատար, եղել է դասալիք, թողել է անձնակազմը, թողել է գունդը և փախել է Երևան։ Հիմա դուք սրան ոնց եք բերել նորից նշանակե հրամանատար զանգակատուն, պոռնիկի վաստակներ, սաղդ, հա? Բուդաղյան Արտակը, զինվորական դատախազը լսմա, գրա, մորաքրոջ աղջկան, երկու քաձ, իակ հadzերից, կենուն, ես սայլ արդեն իմ հեղինակային իրավունքն չի, բացառում այվ կնգան, եթե կենին կա, ուրեմն կնիկներ կա, բերել է և նշանակել է զորամասում ծառայության։ Էլ բարեկամ ունի, թե չունի, քո զինվորական դատախազը Սյունիքի մարզում, ում խռի գլոխն է, հարց եմ տալի հանրապետության զինվորական դատախազի։ Սրա ազգուտակը, մորաքրոջ աղջիկ, քաձա, Քենիա և այլն, ինչ են անում զորամասում։ Հա, զինվորական դատախազ, կամ, քո զինվորական դատախազը չի տենում, որ Բուդաղյան Արտակը Գյոզալյանի հետ միասին կոֆեի ապարատների բիզնեսը անում զորամասի տարածքն, կրոգում բեգում կոֆե, էլի նույն կոֆեի ապարատները, ոսորն դեր կոֆե ապարատ ունել ասում, համ կոֆեի ապարատի վրա է բիզնես անում, համ հացի վրա է բիզնես անում, համ օտպուսկների ու ազեկի, էլի նույն բիզնեսը շարունակում է, ոնց որ այն թվերի։ Ա, զինվորական դատախազ, ուրա քո զինվոր, Սյունիքի զինվորական դատախազ, դու գյոթի գնացած կաս, զինվորական դատախազ, Հայաստանի չէր, Արմեն երազգաունի չէր սրա, երբևիցե գյոթի գնացել ես, իսկ ինչի ես ուզում գնաս գյոթի քո Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տուն, այդ թվում Սյունիքի կայազորի ռազմական ոստիկանության պետի տուն ու նավարին ծածծվես, Այս կոֆե ապարատները բաները չեն տենում, այդ հացի փուրը մուրը, որ հացի գրամների մեջ, կիլոների մեջ խափամենան, որակ հացա ալուրա և այլն դուք դա չեք տենում։ Եվ վերջիորշը դուք չեք տենում, որ, այսինքն, ես ուզում հասկանամ այդ մարտական դիրքի իմաստը, ըտե, երբ որ ես այդպես չեմ կարա տանեմ զենք։ Ես այդ գյոթերին հալե դրել եմ ընդե որ ինչ անեմ։ Փողավոր դուրս են գրում։ Նրանց էլ ձեռատալը 15 հլմնդե գյոթի նման նստում են, ուրեմ, հարփեմ, մորրեցակը ոչ կորցնում եմ, իշտում ենցած աշխատավարձ են ստանում, անն էլ դնում են, որ իրանք նայոմնիկ են։ Վաղ մյուսոլ էլ պիտի ասեն հերոս տղեկ, մեր արծիվները։ Արծիվին թուրքը գալամ ասма մի հատ տակից վերց, ինքը վերցնամա։ Գլխավոր շտաբի պետ, Ասերյան Երվանդ, որը բնակվում է 6-րդ մասիվ 28 շենք 31 բնակարան, կնիկը տել ռուս ագարկա։
Ես քեզ ինչ ասեցի Օվսաննա Նազարյանի հետ կապված աշխատանքի հարցը լուծի Պորնիկի վաստակ քեզ թված որ ես եթե դա ասում եմ դու կարաս դա թողաս օդի մեջ հա ստեղ ուրա անուշ ապերներ էին գրանցվել Արամը Սերգոն Տիգրանը Ալիբաստր Արմենը իս Գյորգիևսկա Ուզում են սաղիտ նավարին ծասցնեն, օտի դո։ Մեր ու մանուկնիկ երեխա շարեն ենքան ծասցնեն, դուք էլ նայեք ու այդ նույն կոֆե ապարատներից կոֆե խմեք։ Ես քեզ ինչ էի ասե, պորնիկի ծնունդ, որ այս կնոջ հարցը լուծեք, չես լուծում, լավ ես անում։ Ես քեզ խոստանում եմ դու դառնալու ես հանրային ձայն հաղորդաշարի մշտական բոզի տղեն դու ու Բուդաղյան Արտակը Քրիստիկ գեներալ ծծծրած կաս դու կաթողիկոս ծծծրիր բայց գեներալ ոնց որ թե չեմ հիշել գլխավոր շտաբի պետ հəl դու նայ աղջի դու ու Ռուզիկը հիմա վերցնում եք Բուդաղյան Արտակին եւ Ասերյան Երևանդին տանում եք տուալետ Ռուզիկ Золотой дождь Прямо из источника Ուղիղ քիթու մարտին նստում ես ես բեյնին բրուկլինսկի մոտ բացում ես եղածը ունենց նապորով ես տալեմ որ Դուբայի երկող ֆանտաները նախանձեն այդ ուժգնությանը որ արաբական շեյխերը նայեն խույր որ են ասեն էս ինչ նապորա որ ուղեղի կեսը ծակի շերը ըստից մտնի ընդ ցբխած դուրս կա կարաս գնա Ռուզիկ ջան դու ես գիտեմ քո ծլոյ հիանալի սենց հոստ ծլոյ Ես ուզում եմ այդ դու այդ քո բادرջան ծլոյով որը ունի հատուկ առանձնահատկություն երկարանալու դու գիտես քրիստիկ այդ երկարացող ծլոյով կողմես Բուդաղյան Արտակի ասրան Երևանդի նրա բենից նրա բերանը նրա բենից նրա խարխռոցի ձենը ես տեղ լսեմ այդ վոկալը ես ուզում եմ լսել չլես բենից այդ քաշովդ մեկ նստում ու սխմնես Էքան միջև կոկորտով հասնի ուղիղ աղիք Երկարասացալոտ ոնց ուզում ես Գնա Քրիստիկ Ես քեզ հարգում եմ դու գիտես աղջի Ես հեները լսեմ ես բոզի տղեքի Հետո նավալին Հաջորդը զինվորական դատախազն ալնելու Սյունիքի, եթե այս կոֆեի ապարատներով քերական գործ չհարուցվեց։ Զինվորական դատախազ Սյունիքի, Սյունած խեռ տեսած կաս, անուշ ապերներ կան Սյունիքից ուզում են նավարի ծծծանեն, հաճույքով կուղարկեն ձեր տուն, խելքը գլուղոտ հավայքի։ Ծառայություն են տանը, անուն էլ դրել են, թե իրանք բանակ ունեն։ Լարիվ պատկանտրոլ Ադրբեջանը, լարիվ, դամույլ ասում են դոգի բերանը պակիկ։ Մեկ այլ բոզի տղություն, չգիտեմ, Ուկրաինայի հայ համայնքը հիմա ժամանակ ունի մեզ լսելու, թե չէ, ռուսական բոմբերի տակ։ Մեզ հայտնի է դարձել, որ ոմն վիլեն, Ուկրաինայի հայ համայնքի ինչ-որ ղեկավարը խրգալող է ինչա, 3.5 միլիոն դոլարով մի քիչ ավել, մի քիչ պակաս, ժամանակին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, պատերազմից հետո մթոն բերել է օգնություն։ Հիմա կամաս քակը հլմա ջրերես, որ ընկեր Վիլենը, Ուկրաինայի ժողովրդից հայությունից հավաքած գումարը, բերել է և ալուկուլա արե գրզոյի տղու և Աննա Բոլեյնի աղբոր հետ միասին։ Ինչերի վրա են ծախսը, ինչ ներդրում են արեստը, ինչ բիզնես բան պրոյեկտ, ես մանրամասն դեռ տեղեկացված չեմ, բայց ես ուզում եմ տեղեկացնել մեր Ուկրաինայի հայերին, որ ձեր փողը եղել է բիզիմդիր։ Էդի որ դուք իմանաք։ Բերձորի հետ կապված հայտարար եմ, նամանավանդ եմ բանը պապիկի։
Ուրեմն, եթե կան անձինք, ովքեր մնալու տեղ չունեն, կարող են դիմել Գայի Պողոտա 2 կամ ինձ, մեր հարազատները լավ մարդիկ, որոնք ունեն բնակարաններ Արտիկում եւ Ալավերդիում, տրամադրում են հանրային ձայնին, որպեսզի մենք էլ իրենց երթին որպես ժամանակավոր կացարան անվճար տրամադրենք այս քաղաքացիներին, ովքեր տարհանվել են Բերձորից, Աղավնոյից կամ Սոսից, իհարկե համապատասխան փաստաթղթով, որոնք հանդիսացել են այդ գյուղի բնակիչ եւ տարհանված են։ Գայի Պողոտա 2 նորից եմ ես կրկնում, եթե կցանկանան, չունեն ապրելու տեղ եւ ունեն բնակարանի խնդիր, տան վարձ տալ, չգիտեմ, եւ այլն, Արտիկ եւ Ալավերդի։ Եվ Արտիկում ունենք բնակարաններ եւ Ալավերդիում ունենք։ Կարող են դիմել, մենք դա կտրամադրենք սիրով։ Այսինքն մենք անում ենք ավելին, քան պետությունը։ Այդտենց է դուրս գալիս։ Միանգամից ուզում եմ հայտարարել, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են վստահում են հանրային ձայն կուսակցությանը եւ ցանկանում են հանդես գալ ընտրությունների ժամանակ որպես վստահված անձ, եւս կարող են դիմել Գայի Պողոտա 2 քաղաք Երևան։ Շնորհակալություն։ Մեզ անհրաժեշտ է վստահված անձինք։ Ես ուզում եմ անդրադառնամ բողոքը մնաց Շմկիսատ Երևանի կարի ֆաբրիկա Գլորիա, այնտեղ կա Woman Աբազյան։ Աբազյան, դա քեզ բարեկամ է։ Կիրովականից է ինչ-որ։ Ասում է, մե բոզի տղա։ Ես չգիտեմ քեզ բարեկամ է թե չէ, բայց մե բոզի տղա։ Ոնց մարդիկ դիագնոզը տալիս է, ես հենց ասում եմ։ Աշխատացնում են շաբաթը 6 օր։ Ցածր աշխատավարձ։ Պահում են արտաժամյա։ Մե խայտարակ իրավիճակ։ Նորից նույնը, նորից նույնը։ Ես ուզում եմ հասկանամ, ես արտաժամյա աշխատացնելով, այդ ով է զբաղվում, դատախազությունը, քննչական արգիշտ, ով, աշխատանքի տեսությունը, նույնիսկ դուք չեք տենում են բոզի տղությունը, որը որ կա։ Այն Arm Food-ի հետ էլ կապված, ինձ ուղարկել էին լուսանկարներ ուղղակի կապավորը կորավ, հուսով եմ կհայտնվի, երբ որ կորոնայի ժամանակ ինչ սնունդ են տվել բուժ աշխատողներին, նորա նկարում կրգեմ, որդը ճիճուն մեջը, և դա այդ Arm Food-ը տվել է բժիշկներին, օրը 3 անգամ դուրս գելով միլիոնավոր դրամներ, անեք, կերեք, մեռեք, թունավորվեք, ընգեք ճիճուն։ Այն որ Տարոն Մարգարյան, Արսեն Թորոսյան բոզի տղա և Հայկ Մարության, ես դրանց անդրադառնալու եմ շատ շուտով, փաստարկված, թուղթ ու թանակով, այն որ ասում է գրուկ պեչատուկ, որ ոչ մի ագարկա ձեր միջից հանգարց չասի, լկտի սուտ էր, այն որ բարը կասվի, թուղթը ճլապ, բարը կասվի, Քրիստի կամանց, էնի ճլապ, անպայման, ես դա կցուցադրեմ, պրոստը հիմա մեր անձնական հետաքննությունն ենք վարեմ, որպեսզի ոչ մի ձյուրմ ձեզ տեղ չմնա, որ դուք ասեք լկտի սուպը, այս իրեք աղբեկըտ, թե ոնց եք դուք թալանել, ձեր թալանի մասին, են Հայկ Մարության, Էտատարոն և իհարկե ֆենոմենալ բոզի տղա Արսեն Թորոսյան։ Ինչերա կերես պորնիկի վաստակը աստված Էլբեթարեն ազատի։ Շուտով, հանրային ձայնի ուղիղ եթերով։ Իսկ ինչ վերաբերում է կարի ֆաբրիկա Գլորիային, ես ասել եմ, Գլորիա կարի ֆաբրիկան պետականացվելու է։ Դիմում եմ այդ կարի ֆաբրիկայի բոլոր աշխատողներին, հարգելի կանայք։ Եթե դուք ուզում եք արժանապատիվ աշխատանք, եթե դուք ուզում եք սոցփաթեթ, եթե դուք ուզում եք արձակուրդ, եթե դուք ուզում եք շաբաթական 5 օր աշխատանք, 8 ժամից ոչ ավել, նաուշնիկներով, նորմալ, արժանավային եւ այլն։ Եթե դուք ուզում եք, որ ձեր հետ չվերաբերվեն ինչպես բոմժի եւ ոմն ինչ-որ մի հատ աբազյան բոզի տղա, չգիտեմ ով է ղախպի տղեն է թե ոչ տինտիրիներ, ձեր ձայնը հանրային ձայն կուսակցությանը, որի իշխանության գալու դեպքում ամենա մինիմումը, որը սպառնում է այդ կամպանիային,
դա լինելու է այն, որ ալնելու է պետական կոնտրոլ։ Մաքսիմումը Գլորիա կարի արտադրական ֆաբրիկաները ամբողջությամբ պետականացվելու են, ինչպես դա անում է Լուկաշենկոն Բելարուսիայում, գալիս իրուն կայնում, ինչ-որ մի բան դուրը չի կանում, գլып, ես այդ մարդուն հավանում եմ բացկային։ Նույնը անելու եմ ես, պետականացվելու են, որտեղ ոտնահարվեցին բանվոր, աշխատավոր, ժողովրդի իրավունքները, այդ ֆաբրիկան պետականացվում է, վերջ, պիզդեց։ Չկա այդպես մասնավոր կամպանիա։ Անցնում է պետական կառավարման։ Ընտրությունների ժամանակ գալշկեն հանրային ձայն։ Եթե ոչ, ուրեմն տանջվեք ու տարապեք։ Մասիս քաղաք։ Հայտնի բանը, սպանությունը։ Այո, նորից եմ կրկնում սպանություն։ Ինչքան էլ MVD-ն ռելիզ թողեց, որ տեսեք, մենք մտանք ու Մարտնեյան խփելա, ես ասում եմ նորից, լակտի սուտ է, հիմա հիմնավոր եմ, որ չասել, բալտ, ոմն քաղաքացի, զինված, հիմնավոր եմ մասնագիտական տեսակետից, եկե մտելա, մտել ավարեն, բանակցում են քուչից, ինչու, վախում են մտնեն շենք, որովհետև կարող է X հարգից լիմոնքեն քցի գլխաների, բարի, հասկացանք, բանակցում են, հնչում է երկու կրակոց, պաուզա, ոսորյանք են ասում, մեկ էլ, սպիտակ սարոշկեքով, ռացաները ձեռները, մնենց օրոր, շորոր, իրանցից վստահ, առանց բրոնեժիլետ, առանց կասկալ, առանց համապատասխան տարբերանշանի, մեդալոն, ուդո, չգիտեմ ինչ խրգլող, սպեսնազից առաջ ընգած վազում են շենք։ Առաջանամը շատ գեղեցիկ հարց։ Բա որ տենց վազում եք, բա ինչի թեմի չէիք մտնում շենք։ Ինչն է պատճառը, որ դուք քուչից եք բանակցում։ Բա մտնեք շենք, դուք դաժե շենք չեք մտել։ Ու ասենք ուր ժամանակ մտնում են, հլում են բան, գոնե հարգում, ինչը ձեզ այտենց վստահություն տվեց, որ ինքը մեռել է։ Կարող է տղելը պրոստը, բա Կուտոյանի նման կրակեց երկու հատ աչ ու ձախ։ Ինչից դուք վերցրեցիք, որ նա սպանվեց, սպեսնազից առաջ եք վազեմ աստիճաներով ձեր կադրերն է։ Սպեսնազը հետևից է գալեմ է, մի երկոքի դեմից են, են մնացած, ոչ եմ գրաժդանսկի դեմից ճղտած հլում են, սպեսնազն էլ հետևից, բա այդքան վստահ ուր է եկետ հմ։ Բա որ մտնեիք շենք, հենց այդ աշճաներ որ մտնեիք, ու վերևից էմի լիմոնք են քաշել ու կցել գլխաներիդ, կամ ինչ գիտեք մի լիմոնկայի ձեռը թերկու հատ։ Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել ըստ Վարդան Ղուկասյանն է։ Բունտաժ Ովկամ, որին որ դուք անվանել եք ահաբեկիչ, չնայած այստեղ ահաբեկչություն չեն, սպանվել է շենքում, քաղաքապետարանի չորրի մուտքով չի բացառվում, ինչ-որ մեկը մտել է և վարի է տվել, որից հետո դուք ստացել եք պատվիրժենյա, որ անձը սպանված է, լիկվիդացված է, ու նոր դուք մտնում եք, վազելով, մինչև էցքի շենքին մոտիկ չէիք ետ, ասում է քանի որ չխոսած, մենք որոշեցինք, որ ինքը սպանվել է։ Ինքնը կարող անստաս պորնո էր նայում, առել համարում ձեզ, կամ քնել էր։ Ինչից վերցրեցիք, ասում է, Ղարաբաղից որ եկել էր խփնված էր։ Էդ էլ Դավիթ Բոզի տղու մուտիտն է։ Տիգին Արոս, դու Բոզ չես, բայց քո տղեն Բոզի տղա է։ Որովհետև Բոզի տղա է։ Ունեց հետաքրքիր է, Դավիթ, այդ վիզդ հաստատցրել ես իմ քամագից հաստավ։ Քրիստիկի ворից վիզդ հաստավ։ Охраннигни, духов ած, это տենցկեցված, ատղայթեմ հասնում ես քաղաքապետարան, վախում ես ավտոից իշնես, տեղակալը տերն իրատլնեմ, բամե հել խոսա, քաղաքապետն ես, հələ թուրքը չեք, մի հատ ինչ-որ երիտասարդ բա մի հատ պիստոլետով մտել է, ջապից հատ վախեցել ես իշնես, ասում ես ես գնում եմ դեպքի վայր, Facebook-ում մեջ եմ եկել, աղջի Քրիստը քելի ալի կարող տակ ես, Ռուզիկը դու շռվել են,
Արի, ծծրիր, արի դստի։ Հələ մե բան ես անում, գրեմ ես ասում ես, իշն եմ եմ քաղաքապետարան, իշն ես աղջի, աղջի ոզիկ բել պծր, ծրի բեյնին, բայց էթամ հասնամ ես դեպքի վայր, քաղաքապետն ես, մասիսի առաջի դեմքը, վախը մեջ չպից իշն ես այդ տղա, էտ ումից էիտ վախը, ու ես կեզ ասել, և հարազատն էլ է խելք է, չգիտեմ, կմնան ես թասիբի վրա, թե չէ, թե կարողա մի ինկասատր փող գրգես մնան սուս, ես չգիտեմ այդ մարդիկ ինչացու է, բայց եթե խելքով ժողովուրդ է, իած երեխուն վրա դողմ է, նրանք ու բերանը պիտի դնեն, և ոչ մի ֆինանսական պետեգավորի մեջ կոյիտ չմտնեն, բա գնացել էր իշն էր ավտոյիցըտ, մեն նրանք լողի մոտ են այդ մի բան ասեր, այդ տղան աշխարը քեզ էր նայը, թե դուք մենակ են լավ տեղերում եք լավ տղա, դուխը հել է ձեզ ու տմա, նյանշանակ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, երիտասարդը սպանվել է, ունես հետաքրքիր էր փագած դուրը, ինչն էին ջարդում, եթե դուրը բաց էր, դրան ինչն էին ջարդում, հետ ես չսկսա, սպեսնազից առաջ ընգած վազում են, ուր են վազում, մեկը չասում, բավոր կրակի այ բոզի տղա, ուր ես վազում, առանց բրոնեժիլետ, իշքան ավստա, որ մերել ա, որ դաժը բրոնեժիլետ չի հակնում, զամինիստրը, Դավիթի բոզի տղեն, և մնացածները, ես ասում է չի աբազան կեզ, գլուխն ուտելու են, եղով, մարկարե, Վարդան Ղուկասյան, բա քրիստիկ, մենակ դու չես, մարկարե, անեց որ, իրսը չգիտեմ, ինչա լինելու այս հացագործության վերջը, բայց միանշանակ համոզված եմ, քանի այս բոզի տղեկներն և նախկին բոզի տղեկը երբեք այս հացագործությունը չի բացահայտվի։ Հիմա քանի որ խոսք գնաց նախկին բոզի տղեկից։ Հայտնվել է մե էլաստիկ գանդոն, ինչա Էդգար Ղազարյան։ Մնաց, Սերժիկս ու Ռոբիկս, տեսան բեղլուից մի խրրել դուր չեկավ, մեդան կցին ես բոզի տողում, ես Էդգար Ղազարյանին, բացատրեմ։ Էդգար Ղազարյանը այցելել է հանրային ձայն կուսակցության շտաբ, օրեր առաջ, կամերաները դրուկ, ձայնագրուկ, եկել Արտագալստյանի մոտ, Արտագալստյանը մեկ կուլտուրական մոտ, եկեք միացեք օգոստոսի 23-ի հանրահավաքին, Արտագալստյանը խելքով մարդ է, օպերատիվնիկ, հարցատալը ասում է, ինչ պրոյեկտ ունեք դուք, ասում է թու ընդդիմության միջից ընտրվի վարչապետ, ընդդիմություն ասելով դուք ումի նկատի ունեք, Սերժիկ Ռոբիկ, ասել է երիտասարդ, դու եկել ես մեզ առաջարկում ես, որ մենք Սերժիկ Ռոբիկին բերենք իշխանության, դե եթե ասում է իրանք իրար մեջ շնտրեն պարլամենտով, թու առաջարկեն իմ տեխնացություն, ես դեմ չեմ, վարչապետ դառնալու։ Արտագալստյանը կուլտուրական մարդ, ասել է հելի գնա, քանի Վարդան Ղուկասյանը էկրանի վրա չի միացել, փակել է աշխատողների ներկայությունից։ Հիմա ով է Էդգար Ղազարյանը, ինչու համալական դատարանում աշխատել, Տելեգրամ կանալում տեղադրել եմ, ոնց է ասում, մենք առաջադրում ենք Սերժ Սարգսյանի տեխնացություն, ինքնավորոշ է, այս բոզի տղեն, մտում դե չգիտեի, ինքը պիտի առաջադրեր, հենց որ մտող աղբի տղու։ Հիմա ասում է երկիրը փրկենք, մի բոզի տղեկից չպրծած, այս բոզի տղեկին բերենք։ Ու հրավիրում է հանրահավաքին։ Քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանս, Մաբալուս և Տիգրան Ուրիխանյան համեն մենք սատարում Էդգար Ղազարյան կոչ չեմ անում իմ համախոհներին դուրս գալ միտինգի։ Վանեցյան, դու
քո որը ճղում ես, ասում ես դու կապ չունես Սերժի այլևս եւ Ռոբիկի հետ։ Բայց եթե դու կապ չունես, այդ ո՞նց եղավ, որ դու համաձայնվեցիր, որ Էդգար Ղազարյանի հետ, ով փոխարինում է Բեղլուին, քո մարդկանց ասում ես գնացեք ու միացեք։ Ես ինչ խաղեր ես տալի, Արթուր Վանեցյան։ Իմ ականջին ուրիշ բաներ են հասնում։ Դու ուրիշ բաներ ես անում, ասում ես ես յանց հետ կապ չունեմ, Ռոբեկենց ու Սերժիկենց, ես անկախ եմ, բայց Ռոբեկենց ու Սերժիկենց նախագծին ասում ես գնացեք միացեք։ Վանեցյան, դու ուզում ես ես զայրանամ, Տիգրան Ուրիխանյան, դու կուլտուրական մարդ, ես քեզ այսքան ժամանակ չեմ կպել։ Կատեգորիկ դեմ ես արտահայտվում նախկիններին շրջապատում։ Հիմա ասում ես Ալյանսին կոչեմանը գնալու միանալ։ Ուր։ Ռոբիկին, որը այս խառը ճգնաժամային իրավիճակում, երկրի մաման մորմշ, գացերա Հունաստան, մարզված զվորը տվելա պլաժին, հա, Սերժիկին, ով բերեց այս բոզի տղեկին և սրա ձեռքով հանձնեց հողերը և մեկ դատապարտիչ արտահայտություն չարեցին Լաչինով, Բերձորով և այլն։ Այսքան թալանացի մեջ մի հատ չասեցին, մի տուն էլ մենք ենք տալը, նամանավանդ են բիձուն, 86 տարեկան։ Հա, Վարդան Ղուկասյանը յա չունե որ հալով, տարբեր միջոցներից քերեց նրանից ի սպոնսորներով, անուշ ապերներով, այլազգիներով տան հարցալուծն։ Եվ որ այդ փողը ինձ է անհրաժեշտ, ու ես շատ հանգիստ այդ փողը կարամ դնեմ իմ ջեփ, ինձ ոչ մեկ չի կարաս այդ փողը խիվեկալա դրի քո ջեփը։ Լավ եմ անում, կարամ անեմ։ Մեկն էլ գրել է ասում է, ես ինձ էլ պիտի տուն տակ, ես զոհվածի մայր եմ, ասում եմ ես որտեղից տուն տամ տիկին։ Չգիտեմ ասում է ձեր հարազատներին ծածկեն, ասեք փողը պակասում է 20 միլիոն, ինձ պիտի տուն տան։ Բայց ոնց որ ես եմ Գագոին ասում, ինձ պիտի կվարտիրա տաս, հիմա այդ կնիկ դա գրենձի, ասում ինձ պիտի տուն տաս։ Նախ ուզում եմ հայտարարեմ, որ Վարդան Ղուկասյանը ոչ մեկին պարտավոր չի տուն տալու։ Մեկ։ Վարդան Ղուկասյանը սա արայի սեփական նախաձեռնությամբ։ Ով որ ինչ տալիս է Վարդան Ղուկասյանին։ Նոր Վարդան Ղուկասյանը ուղղում է տանը։ Կոնկրետ։ Շնորհակալություն իհարկե այդ մարդկանց, ովքեր ունեն նման վստահություն Վարդան Ղուկասյանի ընկերության ակունքներում, այսպես ասած, վստահ է եւ հավատում են ինձ։ Ես այդ փողը կուզեմ կտամ, կուզեմ չեմ տա։ Անե չի որ հայտարել եմ դրամահավաք, փողը պիտի հավաքեմ ու աճուձակ տուն տամ, կարող ավրից էլ կռայի դանեմ։ Մեկի վզին եմ դրես ստացել։ Մյուս ասելա դոկջան ես քեզ։ Վալաբի վալա։ Էլ մեկն ասելա տալում ենք քեզ ինչ ուզում ես արա։ Էլ մեկն ասում է տալիս ենք, բայց մենք չենք ուզում դու նվիրի։ Մենք ուզում ենք չերևանք, տարբեր բաներով։ Եվ զանգել հատատատալ Վարդան Ղուկասյան դետուբիզի տուն տաս, գնացեք Ռոբիկին հատատատավեք, թոձեզի տուն տա։ Էդ էլ վրա դիչ։ Իմ փողնա, կուզեմ կտամ, կուզեմ չեմ տա։ Այսօր ագաժնայի տանեք օղ, ոչ զանգեք ինձ ու ասեք, ես տուն եմ ուզում, դե բարև ձեզ։ Հիմա ասեմ առաջ։ Ուրիխանյան, ինչին եք աջակցում, Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, հա, հարց եմ տալի ձեզ, ուրեմն, քանի որ դուք չգիտեիք, ես դրա համար շատ վատ տոնով չեմ խոսում, բայց ես եթերից հետո սկսած, որ քաղաքական ուժը, փորձեց ժողովրդին դնի էշի տեղ, թե իբր թե Էդգար Ղազարյանը թազաղուշ է, եւ ոչ մեկի դրածոն չի, ես Էդգար Ղազարյանին ուղարկելու եմ իրանց տուն, հետո չնեղանակ ինձանից, վազե գայի պողոտա 2 արտակի մոտ, կամ զանգեք ինձ վրա, ասեք, չգիտեմ, ես ինչի կնիկը քեզ հավանել ատես բաներ մի ասա, եւ այլն, ժողովրդին չփորձեք դնել հիմարի տեղ, ժողովրդին չփորձեք դնել տավարի ցավի տեղ,
Եվ ասել թե գիտեք ինչ, մենք երկիր ենք ուզում փրկենք։ Իմիջալոց զինվորական դատախազ Երևանի կայազորի ասում են Քոչարյանի տղեն հետ այգե Սիրուշոն Երևանում է։ Ուզում եմ հարցնեմ Քոչարյանի տղուն ծանոթագիր երբեք պատրաստվում ղրգել Երամսյա հավաքի։ Ասում եք ստե չի որ ղրգենք, հիմա եկել է, ասում է 86% ձեն եմ հավքելու ընտրությունների ժամանակ քաղաքապետի լովիկ։ Եթե դու 86 չէ, գոնե 72, լավ 70% ձեն չհավաքեցիր ընտրությունների ժամանակ, ես քեզ խոստանում եմ, ես քեզ շինելու եմ։ Եթե հավաքեցիր, ուրեմն ես հուր հավիցան քո դաշնակիցն եմ, գալում եմ ասեմ, ես լովիկի հետ եմ, սանից հետո լովիկին ալևս, բադ բան ես չեմ ասում։ Ամբողջովին սատարում եմ։ 70%, եթե դու չհավքեիր մինիմում, ես քո սերը փոխում եմ, լովիկ։ Ես գալիս եմ ձեր տուն, ես գալիս եմ ձեր տուն, Սիրուշոն երեխեքիդ վեկալը մատանից է թմա, ես ու դու մտնում ենք սպալնա։ Մնացածը թողին բերեն։ Եթե դու 70% չհավաքիր, ասում 86% աղջի, ատեստիվ կա, եկնային գրասենյակում։ Պարոն Աբազյան, դուք Ռոբերտ Քոչարյանի կապիտալից Հունաստանում խաբար եք։ Դրա տունը ու տեղը եւ այդքան միլիոնի եւ այլն ու դուց խնդրեք Հունաստանի ձեր ատաշեին կծոր թոքնա նկարի կապիտալը Ռոբի։ Մեհաց սվիտերով Ղարաբաղից եկավ կապիտալը անթիվ անհամար, հիմա էլ ասում են երկիր են բերգում բոզի տղեն։ Կամ Էդգար Ղազարյան ասում է ես հայրենասեր եմ։ Ես հայրենիք եմ բերգում այդ սամանական դատարանի ղաղբից տղեն։ Էդգար Ղազարյան, դու քանի երեխա ունես։ Դու տղա երեխա ունես, չէ՞։ Ֆերդինանդ Ղազարյան։ Ես ուզում եմ մեր լրագրողները, ովքեր որ օբյեկտիվ լրագրողներ են, մի հատ հարց տան այս բոզի տղու։ Վաղը միտինգի տեղը։ Վաղը միտինգի տեղը թող մեկ այդ հարցը տա։ Ասի հայրենասեր մարդ ես, տղետ ուրա։ Ֆերդինանդը ուրա, որ մեկը իա տղաուն դնի Ֆերդինանդ, իշքան չպիտի սիրի։ Ուրա տղետ։ Ասեմ, արտասայման։ Եթե չեմ սխալվում Պոլշա։ Գրանցումից, մրանցումից, հանե, պրծեջան, 20 քանի տարեկան տղա է, ինչի բանակում չի։ Բա տղուտ այդքան սիրեմ ես, հայրենիքդ, տղետ խիչ ծառայ։ Էլի Նիկոլի բոզի տղեն, հել է գնացել է գոլ ասվալտը, ես ինքս տեսել եմ, զապիսը նկարի ուղարկել են, պլացավլն։ Ֆորմայը հակե պլաց, թող ոչ մի պորնիկի տղեն չասի, որ էդի չի ծառայ, ծառայելու։ Ասվալտավլ է։ Բա, պլաց։ Ուրակո Ֆերդինանդը բանդիկով։ Հա, հայրասեն մարդ ես։ Ինչի տղե չի ծառայ է։ Ասեմ ուզում տամ։ Բոզի տղա։ Հիմա հելը խա, ասում եկեք միացեք մեզ, գնա հելեք միտինգի, Ռոբիկին, Սերժիկին բերեք իշխանության, եթե չէ թոնզի ինտրեն, ես կհամաձայնեմ դառնամ, սա, ես չկարնամ, մարդ հոզեմ դառնամ վարչապետ, հել ես բան բոզի տղուն նայի, ու մեկը կողի չասեմ, դու տղա երեխան ես, ուրա, հա, հայրենասեր մարդ ես, Արա Պապյան էման տարեք օխել ես կանադաները, եկել ես խաղ երեխեքիդ հաշիվ բան ես խաղում, հայրենասիրություն Վաղ այդ օպոզիցիայի տեղի ժողովուրդը թող մի հատ հարց տան, ասեն Ֆերդինանդ, դուրա։ Մենք յանը որ դեն Ֆերդինանդ։ Հա? Այդ հայա չիչած բոզի տղետ դուրա։ Ինչի բանակում չի։ Հա? Էլի սենուրի ուղեղի մինինգը բանը արգանդի մինինգիտ Վանեցանի տողնման։ Վանեցան ասում է տողոտ ուզում ես ամուսնացնես Ղարաբաղի MVD-ի մինիստրի աղջկա հետ։ Այդ դուք ոնց եք յալ գտնեմ Google-ով, այնտեղ գնում եք, չգիտեմ, MVD-ի մինիստրի աղջիկ ու բերեբալ, տարբեր երկրների MVD-ի բանը մինիստրները եկակ ոշնտայնակ Արցախի վեր են։ Բանա, սենց ասած, սուժեբը ռաման, այդակ հյոտաղեն աղջիկ սիրում այդ MVD-ի մինիստրի Ղարաբաղի հա, գրիշի բանի, թորոնա, բայց մա Ֆերդինանդի տումնան սիրում,
It's բանդիկավորը։ Թողա մեկ այդ հարցը տա։ Թողա մեկ այդ հարցը այդ բոզի տղուն, որ հլնելու է մթով միտինգ անելու, թող հարց տալ։ Եղբայր։ Նախկիների գործնեությունը դու դատապարտում ես, թե ոչ։ Սերժ Սարգսյանը հանցագործա, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանը հանցագործա, թե ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հանցագործա, թե ոչ։ Այդ հարցը մեկը տալու է, թե զոմբի նման գալու են բարան, Նիկա Լերազի։ Նիկոլը բոզի տղա է։ Բայց մի բոզի տղուն փոխել այլ բոզի տղով, ես մտադրություն չունեմ կատեգորիկ։ Ռոբիկ, կամ Սերժիկ, այս գյուղովները, որ սենց հազնիկ, բան ժամանակից շուտ, ոչ մի դատապարտող հայտարարություն չեղավ, ոչ մեկ այդ համարձակություն չցուցաբերեցիք, խոսալ, մի հատ թթու բար ասել Ռուսաստանի հասցեին, նոտա, ասեք ես ինչ եք անում, այդ լրագրող բերել մցնելը, և այլն, ու էզև դուք խոսում եք Հայաստանի պետական շահերից, եթե Հայաստանի Հանրապետությունում կա մեկ անձ, ով ասել է և գործել է և ապացուցել է և հրահրել է, ես ինքնագովազդով չեմ զբաղվում, Վարդան Ղուկասյան, չեն էլ Վարդան Ղուկասյան, իսկ թող է գյուղը չէին վառի, ատենցել խելոք կհանձնեին, որ և ռուսական միդում առաջացել է պանիկա, և Ադրբեջանն է բողոքի նոտա հղան, ասում է այդ ղախպի բերանը փագեք և ստերն ընկել հիսերիայի մեջ, որտև այդ գյուղը սիրուն ակուրատնի կարմիր բանտով հանձնելու եք Ադրբեջանին։ Մի հատ էլ բանը գրում են ինձ թուրքերը, ասում են բանը, если можно попросите, чтобы они не жгли деревья։ Ես էլ ասի ոչինչ, նորը կաճի։ Չնայած ես այդքան հորդորեցի գյուղացիներին հողը թունավորել, աղ քլոշ, բացել և լցել տնամերձ հողամասի վրա, որ այդտեղ այլևս ոչինչ չաճի, ոչ մի բուսականություն, դառնա Սահարա անապատ։ Այդտենց էլ չարեցին։ Ոչ խարի նման գլուխները կախեցին ու հելան հեռացան։ Բարիս ամենաբուն իմաստով։ Ինչ ուզում է թող եղանան։ Արժանապատվություն չկա։ Ադրբեջանը գրում է ինձ, ասում է բարձրաձայնեք թող գոնե հողերը չվառեն։ Սինա։ Վեկուսի։ Այդտեղ ոչ մի բան չպիտի աճի, ոչ մի բուսականություն։ Այո, ես ինչ են ասում, ռադիկալ անձնավորություն եմ։ Կտրուկ։ Իմը չի, ոչ մեկինը չի։ Իսկ ես բոզի տղեկը, մեկը չասեց, ձեր տունն առեք, վառեք ես, խի Սերժը կարար համարձակություն են ասի, ձեր տունը վառեք ես մտուն եմ տա, Սերժ դու փող չունեի, հա, ձեր այդ քարի տակը, ես եմ ընգած վարձով ասիկն, այդ անվճար բնակարաններ տրամադրեմ, տուն առնեմ, սրան խնդրեմ, նրան խնդրեմ, սրա վզին դնեմ ես կան ստանեմ, նրա վզին դնեմ են կան ստանեմ, որ տուն առնեմ, այդ մարդկանց համար, Արաբի դռներն եմ էթմ խնդրեմ, դու չունեիր, ինչ-որ մի բան, բան մի հանի մեր կուատել, բան կվարցերոտ դու դուր, ինչի չես տալեմ, Ռոբիկ դու դուր, ինչի չես տալեմ, առհատ է կտամ, բայց իշխանություն են ուզում, որովհետև իշխանությունը իրանց պետք է կաթելու համար, կամեն, պաքսել այլ են ուզեմ, հիմա այս ագարկի վաստակին են ծրթե դուրս, թե բեղլում նեղավ մոր մեջ, հիմա ես հել է, ասում ես ուզում եմ դառնամ վարչապետ, բոզի տղա նորից են կրկնում, մեկը թող հարցնի, տղետ ուրա, այդ Ֆերդինանդը, Ֆերդինանդ Ղազարյան, մտեք Facebook խփեք նայեք, բանտիկով գանդոն, Պիզեց, և այս ժողովուրդը ինձ հիմա հետարքիր է, այսենց որ Ուլիխանյանը իա ալյանսին աղրգն, Վանեցը իանցին աղրգն, ընդելով կա, ես ինձ վաղը հետարքիր է, այդ սաղ ուղարկացները որ գան, իշքան մարդա հավաքվելու օպերա, իմա այս պայդրությամբ մեզ նայում է 10,000-ից ավել մարդ, 10,320, իմ ոտ բայթիմն է, ինձ է, ես վաղը, Պաուլ Աբազան, կոնկրետ թիվը ես խնդրում եմ չափել ու տալ, ինձ հետաքրքիր այդ բոլորը միասին, Ռոբիկ, Սերժիկ, Վանեց, Ուլիխանյան, Դաշնակ, գոնե մի 10,000 մարդ հրապարակ լցելու է, և դրանից հետո ով սատարի
հանկարծ ասի գնացեք միացեք եւ այլն այդ քաղաքական գործիչներից դուք դառնում եք իմ թիրախը բարիս ամենաբուն իմաստով մոյմաշ որ հետո չնեղանաք ես մի բանից քուշա ես հələ բարի եմ մենք վաղը նայելու ենք ամբողջ հայությունով նայելու ենք թե քանի Մարթաուզեն Ռոբիկն ու Սերժիկը գան դուք սես լեզու եք դնում նորից Նիկոլի Բյանը որ ասի տեսեք այս քանիսը դեք եկե այ բոզեշ բայց այսքանն են դեմ որ ես լաչին մաչին եւ այլն հանձնեմ որովհետեւ ամեն անգամ հող հանձնելուց տարածք հանձնելուց այս բոզի տղեկն ակտիվանում են Նիկոլի ֆունդամենտը պնդստում են էլ նույնիսկ քաշում են գլախ նորից էլ ինչ որ ես մի ղախպի տղեն մի բան հանձնում նորից այս բոզի տղեկը հայտնվում է նորից պնդստում են քաշում են գլախ բայց դատապարտող հայտարարություն, ֆինանսական աջակցություն, այդ մարդկանց տուն պրավալտային հանձնման process-ը եւ այլն բացարձակապես իրանց համար հով լռվել է մեկը ամերիկաները, մեկը հյուրանոցները։ Դատումը անձամբ նստելու է ձեր բենին։ Դատումին գրգելու են, դատումը արդեն սրանք ծծծնից Էդգար Ղազարյանին, այնյան փրչոտ բորով, դրանից հետո վալես գրգելու եմ քո հետևից։ Քո մեկ էլ այն մյուսների օքե որ հիմա լակ ջրեր ես, էդ չի լավ, տես դրուկ որոշեցիք բանը սաթարել մի մարդու բացարձակ դաժե մարդ չի ճանաչում այս բոզի տողուն, հիմա իմ էֆիրից հետո նոր ես ղախպիտեղին է կճանաչում Եվս մեկ անգամ դյում եմ են մարդկանց, ովքեր ցանկանում են դառնալ հանրային զանգուսակցության վստահված անձ, խնդրում եմ ներկայանալ Գայ Պողոտա 2 եւ գրանցվել որպես վստահված անձ։ Այսօր այսքանը, շնորհակալություն։ Ակում են, այսպես ասած, իրենց մութ գործողությունները հանրային զանգ։ Ակում են, այսպես ասած, իրենց մութ գործողությունները